Խնդիրներ Հայաստանի բոլոր համայնքներում խնդիրներ կան, բայց ես որպես այդպեսին գործառույթ չունեմ համայնքապետի աշխատանքը գնահատելու, որովհետև աշխատանքի բերումով շատ քիչ շփումներ ենք ունենում համայնքների հետ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ես նորից եմ ասում, չեմ շտապում, այստեղ եմ, բոլոր հարցերը կտակ, բոլոր հարցերին կպատասխան։ Հետո կհիշեք, որ բաց մնացած հարցեր կա, ես կշարունակեմ մնալ, այդ հարցերն կտակ, բայց ինձ հարցերը տվեք առանձին։ Կիրակի գնալու եք Հովանավանք, արդյոք Փաշինյանը նշել է, որ կրկին գնալու է։ Մեծ է ցանկություն է գնալու եւ աշխատանքային օրակարգը փորձելու եմ այնպես դասավորել, որ գնամ Հովանավանք, դրանից հետո մասնակցեմ վաղաշաբաթի քարոզարշավին, իմիջիալոց դրանից հետո 2 շաբաթ արձակուրդում եմ լինելու եւ կարող ենք վաղաշաբաթում ավելի հաճախ հանդիպել։ Որովհետեւ Փաշինյանն է ասել, որ մասնակցեք դրան։ Ես առհասարակ նախկինում ուղղակի ձեզ չի հետաքրքրել այդ հանգամանքը, մենք պատարակների մասնակցում ենք թե չէ, եւ հետեւաբար չեք տեսել։ Առնվազն են մարդիկ։ Ես հիմա իմ եկեղեցի գնալը երբևէ չեմ հրապարակել, եթե այտենց որպես այդպեսին ուշադիր լինեք, եթե ընտանեկան ինչ-որ առիթով եկեղեցի չեմ գնացել, չեմ հրապարակել, բայց շատ հաճախ ինձ կարելի է տեսնել Հայաստանի տարբեր եկեղեցիներում առանց Ասատրյանի այդ արարողությունը։ Ինչպես։ Այո։ Պատրաստ եք տանել Ստեփան Ասատրյանը որպես կարգավորիչ քահանա քնքել։ Շատ լավ, իմ 2 երեխաները մկրտված են, այո, բայց նաև հետևյալը ասեմ, որ ես սովորաբար այդպիսի առիթները կազմակերպում եմ իմ տարածաշրջանում եւ պասակադրությունը եւ իմ երեխաների կնունքը եղել է Արմավիրյան եկեղեցիներում, այսինքն Արմավիրի տարածաշրջանում, բայց այո պատրաստ եմ, եթե ձեր հարցին անդրադառնանք, այո պատրաստ եմ։ Ընտրությունները հատուկ այսպես կլիենտուրա են Եթե հոգևոր իրադարձության մասին ես օրինակ օգտագործեի այն տերմինը, որը դուք օգտագործեցիք, վստահաբար ես կդառնայի Հայաստանի բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների օրվա վերնագիրը, ես այնպես որ ձեր ուրեմն տերմինը կարծում ես իրադարձության մասին լավը չէ։ Ինչպես։ Եթե այո, ես խնդրեմ 2026 թվականի ընթացքում, 2025 թվականի ընթացքում մենք արդեն 96 միլիարդ դրամի պետական համաֆինանսավորման ծրագրեր ունենք հաստատած, որից պետական համաֆինանսավորման մասը 50.1 միլիարդ դրամ է։ Մեծ ծավալի շինարարական աշխատանքներ ունենք, որոնք 2025 թվական են տեղափոխվել, ուրեմն 2022, 23, 24 թվականներից եւ վստահաբար լինելու են աշխատանքներ, որոնք տեղափոխվելու են նաեւ 2026 թվական։ Հիմա ասեմ, վաղը նաև փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ունենք, որտեղ շարունակելու են քննարկել համայնքներից ստացած հայտերը։ Նկատի ունեմ սա թվարկում եմ, որպեսզի պատկերացնեք, որ այս process-ը մեր մոտ անընդհատ process է եւ հնարավոր էլ չի ընդհատել, որովհետեւ 22, 23, 24, 25 թվերից մենք շարունակական կատարողականներ ենք ստանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պետական բյուջեից պատրաստ է ֆինանսավորում իրականացնել այն բոլոր կատարողականների մասով, որոնք անհրաժեշտ կարգով ուսումնասիրված են եւ աշխատանքը տեղում անհրաժեշտ կարգով իրականացված է։ Հետեւաբար, եթե մեզ ներկայացվի 30 միլիարդ, մենք կֆինանսավորենք 30 միլիարդ, ներկայացվի 35 կֆինանսավորենք 35, ներկայացվի 40 կֆինանսավորենք 40։ Համայնքներից է գալու այդ։ Դրանք վերաբերվում են, այո, ամբողջությամբ սուբվենցիոն հայտերը գալիս են համայնքներից, համայնքները իրենք են նաեւ հանրային քննարկումներ իրականացնելով որոշում առաջնահերթությունները։ Իհարկե պետության կողմից կան սահմանած առաջնահերթություններ, որոնցում պետական համաֆինանսավորման պետությունն է համարում առաջնահերթություն։ Միշտ է եղել այդպիսի ենթակառուցվածքներ, որոնք պետությունն է համարել առաջնահերթություն, դրանք հիմնականում 2026-ին էլ դրանք լինելու են, 2026-ին էլ դրանք լինելու են
ուրեմն ճանապարհաշինական աշխատանքները, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, վերակառուցման աշխատանքները խմելու եւ ռոռոկման ջրամատակարարման համակարգերի արդիականացման ուղղված աշխատանքները, գազաֆիկացման ուղղված աշխատանքները, սրանք մեր առաջնահերթություններն են։ Պարոն Խուդատյան, արդյոք կա կառավարությունում գրավոր կամ նկատի ունեմ նախագիծ կամ դեռ մտադրություններ քննարկումներ այն մասին, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, եկեղեցիները, որոնք անհատույց տրված են մայրաթորին, հետ վերցվի նման տեղեկատվության չեմ տիրապետում, հարցը մեր նախարարության համակարգման տիրույթում չի եւ դրա բերում է որ ըստ երևույթին այդպիսի ինֆորմացիա չեմ տիրապետում։ Վերադարձվեն, դա պետ գույքին է միացվելու։ Սովորաբար պետական գույքերի կառավարումը, ուրեմն եթե այդ գույքը այլ կառավարող մարմին չունի, պետ գույքին, իսկ եթե այլ կառավարող մարմին ունի, համապատասխան գերատեսչություն։ Եկեղեցիները վերադարձվեն պետությանը, ճիշտ կլինի վարչապետի աշխատակազմին կցել։ Եկեք եթեով հարցերին չպատասխանում։ Վերադառնալով ավարտությունները Փաշինյանը ամեն դեպքում որքան էլ վարչական ռեսուրս է կիրառվել, Որտեղ են վարչական ռեսուրսները։ Վարչական ռեսուրս չի կիրառվել։ բայց ամեն դեպքում Վարչական ռեսուրս չի կիրառվել։ Եվ անվտանգության ծառայությունը հանրային բոլոր միջոցառումների ժամանակ շատ դեպքերում իրականացնում է, դե ես հիմա չափը չեմ կարող ասել, իսկ ով է հաշվել ինչ չափի։ Մենք ամբողջ Շատ լավ։ լուսաբանել ենք եւ այն ավտոբուս Վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Փաշինյանը դժգոհ է եղել։ Վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Ամեն դեպքում թիվը դժի առանձնացնում որ Խմբում գրել էր հարգելի ընկերներ արեք առանց վարչական։ Վարչապետի դեպքում ունեին թիվը ոչ քիչ է։ Ունենք որտեղ գրված էր, որ հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի հայկական հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի կիրառումը բացառեք։ Մարզպետը 30 հոգի բերեց հետը, պարոն Խուդատյան, մի րոպե Հերմին է։ Գոսի դեմ պայքարում միայնակ եք մնացել։ Ինչի՞ Երբ եք որ քիչ թիվը քիչ մասնակցել։ էր Հովանավանում։ Հարգելի գործընկերներ, ձեր գործընկերների մի կողմը ասում է, որ մեծ քանակությամբ մարդիկ են եղել, մյուս կողմը ասում է, որ Անվտանգության աշխատակիցներ են եղել մեծ քանակով, բայց մարդկանց թվականակը մեծ չէր։ Հիմա սա ցուցիչ չէ։ ես այսօր ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի հարցումն էի նայում նույնիսկ, եւ ես խորհուրդ կտամ այդ հարցումը դուք էլ նայեք պատկերացնելու համար մեր աջակիցների թիվը այս process-ում ինչքան է։